Դուք վստահաբար միամիտ մարդ չեք եւ լավ էլ ծանոթ եք քաղաքին, այսպես խոսակցական լեզվով ասենք, բոլորս էլ գիտեինք, որ Կճոյանը այն հոգեվորականներից մեկն էր, որը այդպես գողական գնացող հոգեվորական էր, հա, այդպես լավ տղու մուդի կերպարի մեջ, հա։ Ես վստահ եմ, որ ինքը այսպես վազելով չի գնացել, չէ՞, միանալ Փաշինյանին։ Ինքը կուզեր նախկին այդ կերպարի մեջ լիներ, քաղաքում այսպես հարգանք վայելեր, նաև այլ շրջանակների կողմից ինչը կարող էր ստիպել նրան միանալ Նիկոլ Փաշինյանին։ Շանտաժը։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործելավոճում շանտաժը ունի կարևորագույն բաղադրիչ, այսինքն քաղաքական գործիքակազմի կարևոր հատկանիշներից մեկն է։ Կոմպրոմատների այն ողջ փաթեթը, որը հնարավոր է դնեն Կճոյանի առաջ, էլ եմ շեշտում, որ հիշենք, որ Կճոյանի անցնում էր օֆշորի գործով, այնուհետև այդ գործը փակվեց եւ այսպես, սակայն փակվեց բոլորիս համար, փակվեց հանրության առաջ, գուցե ընդհանրապես կարճվեց ցանկացած քրեական գործ, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ քրեական գործ, եթե մարդը ունակ է արտաշիրմի, ենթադրենք տասնյակ տարիներ առաջ հանգուցյալ Պողոս Պողոսյանին, ապա մարդը հանգիստ կարող է նաև քրեական գործեր վերաբացել ու Արտաշիրիմի նաև Կճոյանի